Ուզեմ թե չուզեմ պետք է պատասխանեմ գործընկերոջս, ուրեմն խոսքը նրա մասին է, որ ծրագրի մեջ գրում ենք ոչ թե այնինչ ցանկանում ենք, այլ այնինչ կարող ենք։ Այնինչ մեր ուժերի շրջանակներում է։ Եվ մենք, դուք օրինակը բերեցիք, հա, ձեր գործընկեր Վարդանյանը, դաշնակցությունը չի խոստացել 300 դպրոց, բայց կառուցել է 110 դպրոց, այն ինչը որ դուք կառուցելու եք մինչև 25 թվականի ավարտը, չփորձեք արձագանքել, որովհետև իմ ժամանակահարցի խախտում եք։ Ուրեմն Տիկին Անդրեասյան, այս համատեքստում ինչի է հարց առաջացավ, որովհետև պարոն Աստանյանն էլ այստեղ հիմա նստած չի, ինքը ֆինանսների նախարարին ասաց, որ այո, միգուցե նախապես հաշվարկեիք, ինչ կարող եք, հետո գրեիք, բայց պարոն Աստանյանը երևի չգիտեր, որ դուք նախապես հաշվարկած ներկայացրել էիք ու երևի թե նախարարությունից քչերից էր ձեր նախարարությունը, որը հստակ ներկայացրեց 20 մինչև 30 թվականը կրթության զարգացման ռազմավարությունը օրենքի մակարդակում ազգային ժողովը հաստատեց շատ մանրակրկիտ, շատ տեղին, ամեն տող գրած եւ այնտեղ հստակ գրված է մինչեւ 23 թվականը այսքան դպրոց, մինչեւ 24 թվականը այսքան դպրոց, այսքան մանկապարտեզ, այնքան հստակ է գրված։ Նույնիսկ 23 թվականի խոստումը ձեր ինձ տված պատասխանի մեջ այն 110-ից բարձր է։ Այսինքն այստեղ խոսքը գնում է ես հանգիստ լինելու խնդիր ունեմ, որովհետև հանրությանը որոշակի սպասելիքներ չեն արդարացվելու, բայց դուք անհանգիստ լինելու խնդիր ունեք, որովհետև օրենքի պահանջը ձեր իսկ բերած նախաձեռնությամբ ազգային ժողովի հաստատված չի կատարվել։ Այս մեկ։ Հիմա հարցերս։ Տեսեք, խոսքը վերաբերվում է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Դուք ասեցիք, նաև իմ հարցմանի պատասխան գրել եք, որ 4 տարիների ընթացքում այդ ծրագրի շրջանակում ուսուցիչների 20%-ը ունեցել է բարձրացած դրույքաչափով աշխատավարձ։ Ուսուցիչների ընդհանուր թիվը 31000 է ինձ դրված պատասխանում։ Հիմա տեսեք, 4 տարվա մեջ 20% ստացել է բարձրացում եւ արդյունքում եթե այդ տարին մոտ միջին հաշվարկով 5%, հիմա քանի տոկոս է պետք այս տեմպերով, որպեսզի մեր ուսուցիչների 31000 ուսուցիչը այդ աշխատավարձի բարձրացումը ունենա։ Այս մեկ իհարկե, եթե նույն տեմպերով լինի, ինքը շատ ծանր պատկեր է ապահովելու։ Հետո ուսուցիչների, ասենք օրինակ, ենթադրենք տվել եք 6260 ուսուցիչ գրանցվել է մասնակցության համար, 5012-ը մասնակցել է, 3841-ը ստացել է դրական արդյունք եւ ունի դրույքաչափի բարձրացում։ Արդյոք կատարվել է վերլուծություն, որ առարկաների ուսուցիչները, որ մարզերում ուսուցիչները, ինչն է պատճառը, որ այն 31000-ից այդքան քիչ են մասնակցում, ինչու չեն մասնակցում, այ ինչ խնդիրներ եք տեսնում այս ծրագրի մեջ։ Ոլորտը այնքան մեծ է, որ ես ուզեմ թե չուզեմ, պետք է պատասխանեմ։ Անդրեասյանը չգիտեր, որը խոսեր, որը չխոսեր։ Ես էլ իմանալ նույն վիճակի մեջ եմ, որ հարցը տամ, բոլորով, տեկի գիրական, կանչեք ձեր խմբակցության ես անդամներին թող հետագրվեն հարցերը։ Միակ հնարավոր դուք չեք կարող ինձ ընդհատել, ասենք կասեցնել, որովհետև հարցերը բյուջեին են վերաբերվում։ Դուք տեկին գիրական անկասելի եք, ուղղակի խնդրում եմ հնարավորինս կարճ ձևակերպում հաջորդ հարցերս։ Հաջորդ հարցը, որ ես ազգային ժողովից եմ բազմաթիվ անգամ բարձրաձայնել, ասենք խոսում ենք դպրոցների կառուցման մասին, շատ լավ բան է, շատ ցանկալի է ու շատ սպասվող բան է դպրոցների կառուցումը, բայց մյուս կողմից այդ դպրոցների հասանելիության հարցը կարող է իհարկե ձեր նախարարությանը չի վերաբերվում։ Ես անցած անգամ խոսեցի Պտղնի գյուղի բնակիչների, երեխաների դպրոց հասնելու խնդիրը շատ լուրջ է։ Նրանք դպրոց հասնելու համար պետք է երկու միջհամայնքային մեծ միջպետական այն Սևան տրասի, հա, Երևան-Սևան տրասի տակը երկու նման մեծ կամուրջների տակով առանց մայթի, առանց գծանցումների, անցնել, որ հասնեն դպրոց։ Այսինքն դուք էլ հետամուտ եղեք, որ այս խնդիրները լուծվեն։ Այդ երեխաները ստիպված են լինում ծնողների մեքենաներով տանեն, հետո գնան հետ բերեն, այդպես չի կարելի։ Բայց դպրոցը ինչի համար են կառուցում, եթե երեխային հասանելի չէ։ Ես ուղղակի խնդրում եմ որպես միջամտություն դա իրականացնեք։ Եվ վերջապես հիմնական հարցերից մեկը։ Համաձայն այդ կրթությունը
նորաձև է հասարակական շարժման ռազմավարության։ Ես մեջբերում եմ, շարժումը չի ձևավորում պետական գրանցման ենթակա կազմակերպություն։ Այդուհանդերձ, շարժումը լրացնում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության անունից իրականացվող պետական քաղաքականությունը։ Այսինքն պետական գրանցում չենթադրող որևէ կազմակերպություն ինքը իր ռազմավարության ձևակերպմամբ ստանում է իրեն վերապահում է լրացնում արդեն 5 րոպեա հարց եք ձևակերպում։ Այսինքն տեղից վերկացողը կարա այդպիսի մի հատ ձևակերպում տա ու գա պետական քաղաքականությունը կրթության ոլորտում լրացնի։ Սրան դուք որպես կրթության նախարար ինչպես եք նայում։ Ես ինչքան ժամանակ ունեմ։ Դե համապատասխանաբար, քանի որ մի 5 անգամ գերազանցես Տիկին Կիրեյանը, մի 5 անգամ է երևի դուք կարաք։ Բայց իրականում հնարավորինս տարակ, Տիկին Կիրեյանը ինչ-որ պահի մենք պետքա լքենք դահլիճը, որ ուրիշ հանձնաժողովներ կան եւ մենք դեռևս ունենք մի քանի, բայց մենք դեռևս ունենք շատ լավ։ Այս գնում է մեր ժամանակից Տիկին Ղազարյան, եկեք փորձենք արդյունավետ օգտագործել։ Տիկին Գյուրեխյան, նախ ես շատ շնորհակալ եմ, որ դուք շատ ուշադիր եք մեր բոլոր փաստաթղթերի նկատմամբ, ես դա իրոք գնահատում եմ եւ կարծում եմ, որ այդ ուշադրությունն է նաեւ, որ օգնում է ավելի լավ աշխատել։ Այս ուղղակի ասում եմ, որ իմ վերաբերմունքը քննադատությանը པարզ լինի, ես միայն ուրախ եմ դրա համար, ես շատ ուրախ եմ, որ դուք անհանգստանում եք, որ 23-ին այսքան դպրոց էր պետք, այսքան չի եղել, մի անհանգստացեք այդքան, Տիկին Գյուրեխյան։ Մենք հիմա նայեք, ես փորձեցի ձեզ, որտեվ խոսքի սկզբում իհարկե ֆինանսների նախարարի հետ երկխոսությանը ծանոթ լինելով փորձում էի դա ասել, որ 300 դպրոց, ու սա մի քանի անգամ եմ ասել, 300 դպրոց 500 մանկապարտեզների ծրագիրը միայն շինարարության ծրագիր չի։ Սա ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագիր է։ Այստեղ 110 դպրոցներից եք խոսում։ 110 դպրոցներ, գիտեք, կարող եք նայած ինչ կերպ ենք այդ հաշվում։ Կան դպրոցներ, որ կառուցվել են նախորդող ժամանակահատվածում, որոնց ես երբեք դպրոց չէի անվանի։ Երբեք, որովհետև ես չեմ կարծում, որ գրադարանը կարող է լինել 5 քառակուսի մետր։ Ես չեմ կարծում, որ դպրոցը կարող է մարզադահլիճ չունենալ եւ կոչվել դպրոց։ Ես չեմ կարծում, որ դպրոցը հանդիսությունների սրահ կարող է չունենալ, բայց կոչվել դպրոց։ Հիմա եթե այդ 110-ը այդպես ենք հավաքում, գուցե եւ ճիշտ թիվ եք ստանում, բայց եթե գնաք եւ այսօրվա ստանդարտով նայեք նրան, ինչ տեղի ա ունեցել, ես վստահ եմ դուք այդ ցանկը շատ ավելի փոքր կդարձնեք։ Իսկ ընդհանրապես 91-ից մինչև 2018-ը 192 դպրոց է ընդամենը կառուցվել Հայաստանում, հիմնականում դրանցից 100-ից ավելը կառուցվել են Լոռիում եւ Շիրակում։ Աղետի գոտում շատ པարզ պատճառներով երկրաշարժի հետևանքներից հետո այդտեղ ուղակի այլ ուրեմն հնարավորություն չկար, բայց մենք բոլորովին վերջերս Վանաձորում նոր մանկապարտեզ բացեցինք, ընդամենը երևի մի ամիս առաջ ենք այնտեղ եղել, որը դեռ տնակներում էր գործում։ Այսինքն պետքա նաև այդ հասկանանք, որ խոսելով այդ ծավալի մասին, այդ խնդիրները ամբողջությամբ վերացված չեն եղել եւ հիմա դեռևս այդ հարցերին անդրադարձ է լինում։ Բայց նաև ինչու եմ սա շեշտադրում, որովհետև հիմա երբ որ մենք ասում ենք դպրոց, մենք գիտենք ինչ նկատի ունենք։ Դպրոց ենք անվանում մի բան, որ այդ բոլոր ենթակառուցվածքները պիտի ունենա։ Պետք է ապահովված լինի ամբողջական գույքով։ Այդ միջավայրը պիտի ձևավորված լինի։ Ու երբ որ այդ ստանդարտը դնում եք, այդ ստանդարտը այսօրվա մասին չի, 300 դպրոցի մասին չի։ Այդ ստանդարտը մեր երկրում դպրոցաշինության, գործընթացի կանոնակարգման եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման մասին է, որտեղ մենակ կառուցելով չի։ Այդտեղ բան կա 5 տարի հետո պետքա փոխարինել, բան կա 10 տարի հետո, ու եթե որևէ մեկը այդ մասին չի մտածում, ոնց որ չեն մտածել, հայտնվում ենք այն վիճակում, ինչ որ մենք ենք հայտնվել, որ պիտի գանք ամեն ինչ 0-ից անենք, ամբողջ գույքը 0-ից տանք, ամբողջ շենքը 0-ից սարքենք, ամեն ինչ 0-ից անենք։ Այդպես չպիտի լինի։ Պետությունը կայանում է այն պարագայում, երբ որ մեխանիզմներ կան, ու ամեն մեկը գալիս է անում է այն մասը, որը այդ ժամանակահատվածում պիտի արվի։ Հետևաբար
300 դպրոց 500 մանկապարտեզները կկառուցվեն, կվերակառուցվեն, կհիմնանորոգվեն, մի անհանգստացեք, տեմպերը այնպիսին են, որ մենք այդ թիրախներին հասնելու ենք, եւ ձեր թերահավատությունը տեսնելով ու մտահոգությունը ես արդեն առաջարկեցի մեզ միանալ այցերին, սա ամենայն լրջությամբ եմ ասում, երկրորդ բանը, որ կարող եմ առաջարկել, այդքան մտահոգեք, շինջոկատներ ձևավորեք, գնացեք օգնեք։ Չի կարելի ի վերջո այս գործընթացի հանդեպ այսպիսի վերաբերմունք ձևավորել։ Այդ դպրոցները, որոնցում մեր երեխաները սովորել են, առաջին հերթին անվտանգ չեն եղել, Տիկին Գյուրեղյան։ Ու սա մեր համար ոչ թե ինչ որ ցանկերում ինչ որ թիվ անելու կամ չանելու խնդիր, այլ մեր երեխաների համար լավ միջավայր ապահովելու, լավ կրթություն ապահովելու խնդիր է։ Ու ես խնդրում եմ այս ծրագրի հանդեպ այդ վերաբերմունքով հանդերձ ամեն դեպքում կամահրանքը ամեն դեպքում բացառել։ Ինձ համար դա ընդունելի չի ուղղակի։ Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը, մենք իհարկե տոկոսները վերլուծում ենք, նախորդ տարի 56% մասնակիցների առաջին անգամ ա դիմել, սա այն ցուցանիշն է, որը մեզ թույլ է տալիս ասել, որ տեմպերը գնալով ավելի լավն են լինելու, քանի տարում 100% ուսուցիչների կանցնեն ծրագրով, բնականաբար առաջին հերթին, եթե խոսում ենք կամավորության մասին, իրենց իրավունքն է դիմել եւ գնալ, բայց ես պիտի հիշեցնեմ, որ մենք վերափոխել ենք ուսուցչի մասնագիտական զարգացման համակարգը եւ այդտեղ առնվազն ամրագրվել է, որ այն ուսուցիչները, ովքեր առարկայական գիտելիքի կարիք ունեն, իմացության կարիք ունեն, նրանց համար ատեստավորման այս եղանակը դառնում է հերթական ատեստավորում։ Այսինքն նրանց համար սա այլևս կամավոր չի։ Եվ այն ուսուցիչները, ովքեր առարկայական գիտելիքի կարիք ունեն, նրանք պարտադիր է լինելու, որպեսզի այս եղանակով իրենց գիտելիքների ստուգումը անցնեն, համակարգը նախորդ տարվանից գործում է արդեն, կարծում եմ, որ գնահատման մեխանիզմների եւ տեղում նաև ինքնագնահատականի ու դպրոցի գնահատման գործիքակազմերի բարելավումից հետո մենք շատ մոտ ապագայում չենք ունենա ուսուցիչ, որ ունի առարկայական գիտելիքի կարիք, բայց չի անցել կամավոր ատեստավորման եղանակով թեստավորումը, եւ սա նաև մեր հիմնական նպատակն է, որպեսզի մեր ուսուցիչները դպրոցներում ունենան բավարար մակարդակ երեխաներին դասավանդելու համար։ Բոլոր վերլուծությունները կան, որ առարկաներից են, որ մարզերից են ակտիվորեն դիմում։ Մենք իհարկե այդ աշխատանքը տանում ենք եւ այստեղ ունենք իրավիճակ, երբ որ նախարարության ենթակայության դպրոցները շատ ավելի ակտիվ են մասնակցում։ Դպրոցներ կան արդեն 90% ատեստավորված են ուսուցիչները, մինչև 100%։ Մեր խնդիրը այն մյուս դպրոցներն են, որտեղից մասնակցությունը քիչ է եւ այդ դպրոցների ներգրավման մասին պիտի մտածենք եւ այդ աշխատանքը անում ենք։ Ինչ վերաբերում է դպրոց հասնելու ճանապարհին, այդ հարցը մեզ բնականաբար մտահոգում է։ Մենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկել ենք այսպես կոչված սև կետերի հարցը, որոնք որ դպրոցների մոտակայքի ճանապարհներում են առաջին հերթին հայտ բերվում։ Այս դուք պտղնին եք օրինակ բերում, ես ձեզ կարող եմ մի քանի այլ օրինակներ բերել։ Բնականաբար այդ խնդիրները տեղորոշված են տկենի գործընկերների հետ, լուծումները տարբեր են, բայց որ այդ լուծումները պիտի լինեն կախված տեղանքից, կախված հնարավորություններից, պետք է դրանք իրականացվեն ու այդ իմաստով դա մեր օրակարգային հարցերից է ու մենք աշխատում ենք, որպեսզի դպրոցների ճանապարհների անվտանգությունը լինի առանձնահատուկ ուշադրության ներքո, պիտի հիշեցնեմ, որ կրթահամալիրների մեր ծրագրով, որը 300 դպրոցների մաս է, ընդհանրապես դպրոց տանող ճանապարհների վերանորոգում եւ հիմնանորոգում է նաեւ իրականացվում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։